Հաջորդը։ Շինարարության բարեկարգման վարչության անձնարարական համար 57 ներկայացնել տեղեկատվություն Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում Մսուր մանկապարտեզի նոր շենքի կառուցման եւ բակի բարեկարգման աշխատանքների մասին։ Պարոն քաղաքապետ, Ավան վարչական շրջանում 6 խմբանի նոր տիպային մանկապարտեզի կառուցման եւ բակի բարեկարգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված բաց մրցույթի հայտերի բացումը տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարի 9-ին։ Գտնվում է պայմանագրի կնքման փուլում, շինաշխատանքները ֆինանսավորվում են 2026 թվականի Երևանի համայնքի բյուջեով, աշխատանքները կմեկնարկեն պայմանագրի կնքումից հետո։ Նախագծվող մանկապարտեզի մասնաշենքը 3 հարկանի է, շենքը ամբողջությամբ համալրված է լինելու օդափոխության եւ ջեռուցման համակարգերով, տանիքում տեղադրվելու են արևային, ֆոտովոլտային եւ արևային ջրատաքացուցիչ համակարգեր։ Շենքում նախատեսվում է տեղադրել հակահրդեհային ահազանգման եւ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգեր։ Բակում նախատեսված է կառուցել ոռոգման համակարգ, նոր ճանապարհ, սիզամարգեր, մայթեր, մանկական խաղահրապարակներ։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Թևոսյան, սա Ծառավաղբյուրի մեր երկար սպասված մանկապարտեզի մրցույթն է եւ փաստացի շուտով սկսում ենք շինարարական աշխատանքները, ունենք հաղթող, ունենք ֆինանսավորումը մանրամասն նախագծով։ Առիթ օգտագործելով եկեք խոսենք մյուս նոր կառուցվող մանկապարտեզների մասին, համար 24-ի, Կիլիկիայի եւ Նոր Խարբերդի։ Խնդրեմ սկսենք 24-ից։ Պարոն քաղաքապետ, Արաբ Կիր վարչական շրջանի Ղափանցյան 12/3, Ղափանցյան 12/3 հասցեում գտնվող թիվ 24 մանկապարտեզի հին շենքի քանդման, նոր տիպային մանկապարտեզի կառուցման եւ բակի բարեկարգման աշխատանքները նախատեսում ենք մեկնարկել այս թվականի փետրվար ամսվա վերջ։ Շինարարական աշխատանքները ֆինանսավորվում են կրկին Երևանի համայնքի բյուջեով, նախկին 3 խմբի փոխարեն կառուցվելու է 6 խմբանի մանկապարտեզ, շենքը ամբողջությամբ համալրված է լինելու օդափոխության ջեռուցման համակարգերով, տանիքում տեղադրվելու են կրկին արևային, ֆոտովոլտային եւ արևային ջրատաքացուցիչ համակարգեր։ Բակում նախատեսվում է կառուցել ոռոգման համակարգ, սիզամարգեր, մայթեր, մանկական խաղահրապարակներ։ Պարոն քաղաքապետ, իրենք տիպային մանկապարտեզ են, ինչպես Ծառավաղբյուրին տիպային մանկապարտեզ։ Հաջորդը մի րոպե, մի հատ սրա փուլն էլ ասեք, որ փուլում է գտնվում 24-ը։ այս ամիս պատրաստվում ենք աշխատանքները սկսել։ 24-ն էլ ենք շուտով սկսում։ Հաջորդը 24-ը ամենաառաջն ենք, այնուհետև Ծառավաղբյուրը, հաջորդը Խարբերդի մասով, պարոն քաղաքապետ, նույն տիպային մանկապարտեզն է։ Այստեղ նոր վկայականի հիմի վրա նախագծում է կատարվում որոշակի փոփոխություններ, որից հետո նախատեսում է նախագծային փաթեթը ուղարկել պարզ եւ համալիր փորձաքննությունների։ Այսինքն այստեղ դեռևս հողի նպատակային նշանակությունը փոխեցինք։ Ամբողջությամբ ավարտել ենք, ԱՊԶ-ն ունենք, պարոն քաղաքապետ, նախագիծը ունենք, գծային առաջադրանքը ունենք, նախագիծը ունենք, միայն մնում է օպերջուր, գազ, հոսանք, այդ հատվածը վկայականի հիման վրա փոփոխել եւ ուղարկենք արդեն փորձաքննությունների։ Փորձաքննությունների փորձաքննություն եւ համալիր փորձաքննություն, այնուհետո մայիս ամսվա մեջ պլանավորում ենք դնել շինարարության մրցույթի։ Մայիսի մեջ շինարարության մրցույթի։ Մի քիչ կարում ենք սեղմել այդ ժամկետները, որ մի փոք հենց այս տարի ֆիզիկապես հասցնենք սկսել շինարարությունը։ Այո, ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ կարողանանք մայիսին։ Որովհետև Նոր Խարբերդի մանկապարտեզի թեման շատ վաղուց վանից ունենք, էլի քննարկած, իհարկե այդ հողի կատեգորիայի փոփոխությունը շատ երկար տևեց։ Չգիտեմ, անկեղծ ասած, մի հատ այդ պատճառներն էլ կասեք, էլի, ինչու այդպես եղավ։ Այսինքն ինչ էր տեղի ունենում, այսինքն մենք ասում ենք, որ Ժողովուրդ ջան, այստեղ սխալմամբ 60 հոդվածի հողա, այստեղ պետքա լիներ մանկապարտեզ, ինչ էր տեղի ունենում, միջգերատեսչականում, ինչ էր ասվում մեզ, խնդրեմ պարոն Վարսեղյան։ Պարոն Ավինյան, քննարկվող տարածքը Երևանի նոր գլխավոր հատակագծով սխալմամբ ներառվել էր անտառային հողերի շերտում եւ Սխալմամբ, մեր սխալմամբ։ Նախագծողի հեղինակի կողմից եւ ով է հեղինակը։
Երևան նախագիծ ընկերության կողմից, դերակատարները իմանանք, էլի որի ուղղման աշխատանքները պետք էր անցնել միջգերատեսչական հանձնաժողովով եւ մի քանի անգամ տարբեր գերատեսչությունների դիտողությունները շտկելու անհրաժեշտություն եղավ, որն էլ պատճառ դարձավ, որ դա տևեց ամիսներ։ Մեր բյուրոկրատիան, այսինքն այս ընդամենը պարզ սխալը, պարզագույն սխալը շտկելու համար մենք երևի թե մոտ մի տարի կորցրել ենք։ Այսինքն նոր Խարբերդի մանկապարտեզը մի տարի հետաձգվել է, մինչև մենք տարբեր գերատեսչությունների տարբեր արձագանքների ենք պատասխանել մի հողի վերաբերյալ, որը մենք սխալմամբ մենք ասելով Երևան նախագիծը սխալմամբ մի կատեգորիա դրել, որ չպետք է դներ, այսինքն մանկապարտեզի տարածքը դրել է 60 հոդվածի տակ, անտառային հող, հա, անտառային հողեր դարել մանկապարտեզի տարածքը։ Հետո մի տարի մնացած գերատեսչություններին մենք համոզում ենք, որ Ժորժ ջան, սա անտառային հող չի, սա մանկապարտեզի տարածքն է, ճիշտ եմ մեկնաբանում, պարոն Բարսեղյան։ Ինձ թվում է, այս նորմալ չի։ Էլի սխալը մերն է միանշանակ եւ դրա համար միգուցե կարող է ինչ-որ մեկին պետք է խաչել, բայց մի տարի այդ սխալը ուղղելու վրա մենք չպետք է ծախսենք։ Չպետք է, էլի, վստահաբար չպետք է։ Նամանավանդ եթե մենք ենք դրա պատասխանատուն։ Այսինքն քաղաքական պատասխանատվությունը հասկանում եք, կրում ենք մենք։ Նոր Խարբերդցիներին այդ մանկապարտեզը խոսք եմ տվել ես։ Ու մեր բոլոր գերատեսչությունները պետք է այդ process-ում ունենան մասնակցություն ու ասեն դե գիտեք ոնց մի հատ այս հարցին է պատասխանեք, մի հատ այն հարցին է պատասխանեք ու մի տարի մենք հարցերի պատասխանենք։ Սա նորմալ չի։ Սա նորմալ չի։ Եվ երթիմում մենք պետք է անդրադառնանք այս հարցերին, պարոն Մարգարյան, որովհետև սա նորմալ չի։ Չենք կարող մենք մի տարի հողի կատեգորիայի հարց քննարկենք։ Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բոլոր գերատեսչությունների նկատմամբ։ Մի տարի հողի կատեգորիայի հարց քննարկենք։ Նոր Խարբերդում, այսինքն մի տարի առաջ մոտավորապես մենք կարողա շինարարության մրցույթը կարողանայինք հայտարարած լինենք, հիմա ակտիվ փուլում լիներ Նոր Խարբերդի մանկապարտեզը տարվա վերջում էլ միգուցե կառուցված պատրաստի։ Նոր Խարբերդցիները կարողանային իրենց երեխաներին տանել այդ մանկապարտեզ։ Հաջորդ մանկապարտեզը պարոն քաղաքապետ։ Բայց գիտեք, այս մենք անընդհատ այս տեսակ բաներում երևի թե համեստաբար լռում ենք, բայց երևի պետքա խոսանք, որովհետև ամեն ինչ չի Երևանի քաղաքապետարանից կախված։ Այսինքն տենց անընդհատ բոլոր հարցերով դեպի մեզ ուղղված, երևի մենք էլ պետքա մեր գործընկերներին հարցեր ուղենք։ Որովհետև սենց ծրված պատասխանատվությունը բերում է գլոբալ անպատասխանատվության։ Այսինքն երբ որ կա միջգերատեսչական ինչ-որ մի խումբ կամ միջգերատեսչական կարծիքներ հավաքելու ինչ-որ մի ֆորմատ, այս կարա տարիներով տևի։ Այն մարդիկ էլ տենց այդ մանկապարտեզին սպասելով մնան։ Բա հետո չի կարա այսպես լինի։ Պետք է լինի հստակ պատասխանատվություն, եթե մերն է այդ պատասխանատվությունը, մարդիկ իմանան հստակ մերն է այդ պատասխանատվությունը։ Գալ մեզանից պահանջեն, լղոզել այդ լիազորությունն ու պատասխանատվությունը չի կարող ճիշտ տրամաբանություն լինի։ Մենք պետք է դրան անդրադարձ ունենանք անպայմանորեն։ Նամանավանդ sense դեպքի, հեսա կոնկրետ դեպք ենք տեսնում, ոնց կարա մի մանկապարտեզի կառուցումը մի հատ ինչ-որ սխալի պատճառով մի տարի հետաձգվի։ Սա նորմալ չի։ Հաջորդ մանկապարտեզը։ Պարոն քաղաքապետ, հաջորդ մանկապարտեզը կորոնզենայի նշեի Կորեայի ձորը, Արաբկիր վարչական շրջանի շրջանցիկ թունել փողոց 42/1 հասցեում նոր 6 խումբ ունեցող Մսուր մանկապարտեզի կառուցման եւ բակի բարեկարգման աշխատանքները նախագծման փուլում են։ Նախագծողն է Երևան նախագիծ ընկերությունը։ Նախագծման աշխատանքների ժամկետը սահմանված է սույն թվականի ապրիլ-մայիս ամիսները, ըստ առաջադրանքի մանկապարտեզը ունենալու է ֆիզ դալիճ, հանդիսությունների դալիճ, հագեցած է լինելու բոլոր անհրաժեշտ ժամանակակից համակարգերով, օդափոխության, հակարդեային, տեսահսկման, ջրահեռացման, բակում նախատեսվում է կառուցել ոռոգման համակարգ,
տեղադրել մանկական խաղասարքեր, տաղավարներ, իրականացնել կանաչապատման աշխատանքներ։ Նախնական էսկիզային նկարները, պարոն քաղաքապետ, որ ներկայացված են, դա է։ Եվ Կորեայի ձորի մասով կխնդրեմ Տիկին Խաչատրյանը։ Ես գիտեմ, մենք հիմա այսինքն այս մանկապարտեզի նախագծման աշխատանքները ապրիլին ունենալու ենք, ճիշտ է։ Այո։ Բայց մենք տվել ենք այդտեղ ժամանակավոր լուծում։ Տիկին Խաչատրյան, խնդրում եմ խոսեք այդ լուծման Չէ, մասին։ կներեք, պարոն քաղաքապետ, սա շրջանցիկ թունելի մասին էր խոսքը, սա Արաբգիրի Կորեայի ձորի շրջանցիկ թունելի մասին էր խոսքը։ Պարոն Սեդոյանն եք նախագծում։ Հենց դրա մասին եմ ես խոսում, պարոն Թևոսյան։ Այո, պարոն քաղաքապետ, հենց դրա մասին է խոսքը, միջանկյալ լուծումը համապատասխան պայմաններով շենքի վարձակալությունն է, ինչը հիմա բարեկարգման փուլում է, հիմնական պայմանների ապահովմամբ, եւ առաջիկայում կտեղափոխենք երեխաներին այդ շենք մինչեւ հիմնական շենքի կառուցումը։ Շատ լավ, այսինքն մենք հիմա երկու խումբեր, ճիշտ է այնտեղ։ Այո, Երկու խումբը տեղափոխում ենք, վարձով տարածք ենք վերցնում։ այո, Հոգեկան առողջության կենտրոնի տարածքից դուրս Դուրս ենք ենք գալիս, գալիս։ որը կարծում եմ տենց աննկարագրելի անդրամաբանական համադրություն էր արվել, այսինքն մենք վերջապես այդ խնդիրը լուծում ենք, երեխաներին հանում ենք, առանձին տարածք ենք վարձակալել, առանձին կարելի ասել տուն, չէ՞։ այո, առանձին տարածք համապատասխան հնարավորինս։ Հասարակական է, պարոն Վարդասարյան։ Այո, պարոն քաղաքապետ, հասարակական շենքի նշանակությունը տուն չի մի 100 մետր հեռավորության վրա։ Շատ Այդ լավ, տարածքից։ շատ լավ։ Ու երկու խումբը նորմալ տեղավորում ենք այդտեղ։ Ավելին տարածքը թույլ է տալիս համալրելու նոր խմբերով։ Շատ ուրախալի լուր է, այս պետքա մաքսիմալ շատ խոսենք, պարոն Վարդասարյան, տեղում է ներկայացի, որ այնտեղ նաև ավել երեխաների տեղ ենք ունենալու, պայմաններն է բարելավում են։ Խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, շենքային պայմանները թույլ կտան եւս մեկ խումբ ավելացնելու հնարավորություն կլինի, իսկ հեռավորությունն էլ բավականին մոտիկ է նախկին տարածքից ու բակային տարածքն էլ միգուցե կարողանանք ինչ-որ խաղերով համալրել, մինչև նոր մանկապարտեզի շենքը կառուցվի։ Ժորժ ջան, իսկ մի հատ հարց տամ, կարող այս տարածքը առնենք եւ այս խնդիրը լուծենք, ավարտվի, մի հատ հիմա էլ նոր մանկապարտեզի բան չբացենք։ Պարոն քաղաքապետ, տարածքը ինքը բավականին մեծ տարածք է ու ինքը ոչ միայն ծառայում է, այսինքն ինքը նաև այնտեղ առանձին տնտեսվարողներ կան, որոնք տնտեսական գործունեություն են ծավալում, իսկ հենց այդ ճակատային մասի շենքն ենք մենք միայն վարձակալում, ինքը բավականին մեծ տարածք է։ Ամեն դեպքում հենց փորձառություն եկեք հասկանանք, միգուցե այդ դեպքում երկարաժամկետ վարձակալության տրամաբանության պահենք, հաշվի առնելով պահանջարկը։ Կա այդտեղ ավել պահանջարկ, Տիկին Խաչատրյան։ Պարոն քաղաքապետ, այս պահին գնահատել չեն կարող հաշվի առնելով թե որտեղ է տեղակայված մանկապարտեզը։ Ես կարծում եմ, որ այս նոր շենքում, վարձակալությամբ շենքում գործարկելուց հետո ռեալ պահանջարկը կհասկանանք։ Շատ լավ, եկեք պահանջարկը հասկանանք, իհարկե նախագծման աշխատանքները տեղի են ունենում զուգահեռ, բայց եթե տեսնում ենք, որ պահանջարկը 3 խմբից տենց էականորեն ավել չի, միգուցե երկարաժամկետ վարձակալությամբ խնդիրը լուծենք եւ ավարտենք, որովհետեւ դա էլ նորմալ տրամաբանություն է, ոչ մի խնդիր չեմ տեսնում այնտեղ։ Արտադիր չի, էլի մենք մեր սեփական շենքում տեղավորենք։ Նամանավանդ, որ պարոն Հովհաննիսյան, մենք խոսում ենք այն մասին, որ այն գումարը, որ Երևանի քաղաքապետարանը հատկացնում է երեխաներին մանկապարտեզ հաճախելու համար, մենք ոչ միայն այս գումարը տալու ենք այն երեխաներին, որ հաճախում են մեր մանկապարտեզները, այլ կոպիտ ասած գումարը կցված է լինելու երեխային։ Ճիշտ եմ, չէ՞, ֆիքսել են պայմանավորվածությունը, որ մենք ունենք։ Մի հատ եկեք հասկանանք այդ մեխանիզմը ոնց են գործարկում։ Այսինքն մենք ինչ որ մի պահից սկսելու ենք գումար հատկացնել բոլորի համար, նույնիսկ հերթում գտնվող երեխաների համար, եթե օրինակ նրանց ծնողները նախընտրեն տանել մասնավոր մանկապարտեզ, մենք համաֆինանսավորելու ենք։ Ճիշտ է, խնդրեմ։ Հարգելի պարոն քաղաքապետ, ինչպես նշեցիք, այո, ձեր առաջարկությամբ մենք այդ ուսումնասիրությունը արեցինք, որ այն գումարը, որով մենք ծախսում ենք երեխայի համար, որպեսզի նա հաճախի մեր համայնքային մանկապարտեզ, դա կախված է տարբեր ծախսերի հետ կապված, իհարկե աշխատավարձ, սնունդ,
կոմունալ ծախսեր, շենքի պահպան հետ կապված մենք ունենք միջինացված գումար մեկ երեխայի հաշվարկով եւ քանի որ նաեւ որոշակի հերթերում ունենք որոշակի քանակի երեխաներ ունենք, որոնց հերթը չի հասնում այն պահին, որին իրենք են ցանկանում եւ ստիպված են լինում շատ դեպքերում գնալ մասնավոր մանկապարտեզ, մենք հիմա հաշվարկ ենք իրականացրել հետեւյալի մասին, որ համայնքը համաֆինանսավորի իրենց մասնավոր մանկապարտեզ գնալը, մինչև իրենց հերթը կհասնի համայնքային մանկապարտեզի հերթագրված կոնկրետ մանկապարտեզ։ Այս ծրագիրը ուրեմն նաև քննարկել ենք մեր նախարարության գործընկերների հետ, իրենց տեղյակ ենք պահել մեր այս ուրեմն նպատակի մասին, իրենք էլ են նույնպես ողջունել եւ հետագայում արդեն իրենք էլ են մտածում, եթե Երևանում մենք հաջողությամբ սա կիրականացնենք, գուցե եւ մարզերում այս ծրագիրը շարունակվի։ Սրանով մենք թույլ կտանք մեր ծնողների, այսինքն սրանով մենք որոշակի առումով կթեթևացնենք ծնողների բեռը եւ եթե երեխան օրինակ չի հաճախի համայնքային մանկապարտեզ, մենք այդ հավելյալ գումարը կտրամադրենք հենց կոնկրետ մասնավոր մանկապարտեզներին այդ ծառայության դիմաց։ Շատ լավ, եկեք այնուամենայնիվ շարունակենք աշխատել բանաձևի վրա, որպեսզի հասկանանք, այնպես չստացվի, որ Երևան համայնքը իր միջոցները հատկացնում է այդպես ապահովված ընտանիքներին, որոնք որ այս ծառայության կարիքը որպես այդպեսին չունեին։ Եկեք ֆիքսենք, որ մենք այնուամենայնիվ փորձում ենք աջակցել այն մարդկանց, ովքեր որ այս ֆինանսական միջոցների կարիքը ունեն։ Սա մեկ։ Մենք նաև քննարկել ենք պարոն Հովհաննիսյան մեր նախակրթարանների մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը, մենք մի անգամ սա իրականացրել ենք 2023 թվականին, բայց ցավոք սրտի կարելի ասել սկզբնական աշխատավարձերը այնքան ցածր են, որ մենք այս տարի կարծում եմ կրկին պետք է անդրադարձ ունենանք մանկապարտեզներում մեր աշխատակիցների աշխատավարձերին։ Եվ սա կարծում եմ այն հարցն է, որ էական էլի ֆինանսական բեռը ավելացնում մեր բյուջեի վրա, բայց կարծում եմ այս այն հարցն է, որ պետք է անպայմանորեն լուծենք։ Շատ լավ, պարոն քաղաքապետ, հաշվի առնելով մեր բյուջեի ընթացիկ տարվա կարողությունները, ես հաշվարկ կներկայացնեմ ձեզ եւ քննարկենք, ասեք, որ ամսաթվից դա իրականացնենք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Հաջորդը։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարական համար 104 ձեռնարկել համապատասխան միջոցներ Վերին Շենգավիթի երկրորդ փողոցի երկրորդ փակուղու համար 26 հասցեի հարակից տարածքում կուտակված ջրի խնդիրը կարգավորելու ուղղությամբ եւ զեկուցել։ Շնորհակալ